Ինքնակարգավորում և հուզական կայունություն ծրագիրը նախատեսված է ավագ խմբի 5-ից 6 տարեկան երեխաների համար, նրանց սոցիալ-հուզական կարողությունների զարգացմանը նպաստելու համար։ Ծրագրի միջոցով երեխաները սովորում են ճանաչել, անվանել և կառավարել իրենց հույզերը, ձևավորվում են հուզական կայունություն և ինքնակարգավորման հմտություններ։ Խմբասենյակում ձևավորվել է հույզերի անկյուն։ Հույզերը խոսում են մեր փոխարեն խորագրով։ Իրականացվել է ծնողների իրազեկում ծնողական ժողով, տվյալ ծրագրի ներկայացմամբ, որին ներկայացվել են նաև տեղեկատվական թերթիկներ «Ինչպես զարգացնել երեխայի ինքնակարգավորումը տանը» վերնագրով։ Հանձնարարվել է տնային հուզական օրագրի վարում։ Անց են կացվել համատեղ ծնող-երեխա խաղեր, հոգեբանի խորհրդատվություններ ծնողների համար։ Նարդյան, այն նկարի, դե դեմքով ցույց տուր, հələ ցույց տուր ես հույզը։ Այո, Արդու շորերը թաքի։ Մաման որ հույզով ասեց առաջինը։ Առաջինը։ Առաջինը ուրա, հավերչինը։ Որ, լավ ճանաչում ցույց տուր, դե որ ու երջանիկ ես ինձ ոնց է որ ուրախես։ Շատ ապրես։ Ծրագրի շրջանակներում ամեն առավոտ իրականացվել է ընդունելություն, հույզերի շրջան խաղի միջոցով երեխաները նշել են իրենց տրամադրությունը հույզերի քարտերով։ Եվ մենք լիցքավորվենք դրական հույզերով, հիմա ինձ հետ միասին սկսեցիք, խոր շունչ եք հաշվում և ուժեղ թշում եք։ Ընթերցվել են հույզերի մասին պատմություններ, ինչպես նաև Օսկար Ուայլդի «Եսասեր հսկան» հեքիաթը։ Կատարվել է հերոսների հույզերի վերլուծություն։ Անց են կացվել երաժշտաթերապիաներ «Կաքավիկը» և «Մենք բոլորս անմոռուկ ենք» ստեղծագործությունների ներքո։ Ոչ ոք իրավունք չունի այստեղ մտնելու, բացի հույզանից։ Այգու շուրջը բարձր պարիսպ է շինում, հումի ցուցադախտար կախում, օրինազանցները կպատժվեն։ Խեղճ երեխաներն այլևս խաղալու տեղ չունեն, փորձում են խաղալ ճանապարհի վրա, բայց ճանապարհը փշոտ է և նրանց դուր չի գալիս։ Դասերից հետո միշտ թափահարում են բարձր պարիսպի շուրջը և խոսում չքնաղ այգու մասին։ Ինչ երջանիկ էինք այն։ Երեխաներ, ինչ սովորեցրեց մեզ հեքիաթը։ Որ չարություն չանենք, որ մենք բարի լինենք։ չարություն չանենք։ Այո, հեքիաթը մեզ սովորեցնում է երեխաներ, որ ագահ, եսասեր, չար մարդկանցից մեզ հեռու չպահենք, այլ ընդհակառակը ընկերանանք նրանց հետ, նրանց բարություն սովորեցնենք և մեր քնքշությամբ Պարվեստ և կառուցողական աշխատանք, մաթեմատիկական տարրական պատկերացումներ, երաժշտություն, ծրագրային բաղադրիչների պարապմունքների միջոցով ապահովվել է համակողմանի զարգացում։ Մի մասը
Անց են կացվել երաշտաթերապիաներ, տաքավիկը և մենք բոլորս անմոռուկ ենք ստեղծագործությունների ներքո։ Իրականացվել է դրական և բացասական հույզերի հաշվարկ։ Երեխաները գնահատվել են ուրախ մարդուկներ և աստղաթափ գնահատման գործիքներով։ Այս խմբում ինչպիսի հույզեր էի։ Բացասական լավ հույզերն են այստեղ։ Սրանք ինչպիսի հույզեր էի։ Երեխաները նկարել են իրենց տրամադրությունը գույներով, խաղացել են «Քաղաքիր հույզերը» սրվակների մեջ գունավոր կաթիլներով խաղը, ինչպես նաև ուրախ հավիկներ, ուրախ հայելի խաղերը։ Անց է կացվել հոգեբանի հետ համատեղ աշխատանք խմբային հոգեբանական խաղ վարժությունների ժամանակ։ Քույրերը փոքր ինչ են առաջացնում, ուրախություն։ Օրինակ որ դու հայտնվում ես անտառում ու հայլեր լինել։ Ինչ կանես։ Ուրախանաս, վախենաս։ Ցուցադրվել է հույզերի վեճը տիկնիկային ներկայացումը։ Այս ծրագիրը նախատեսվում է որպես երկարաժամկետ կիրառվող և տարեցտարի զարգացող կրթական նախաձեռնություն։ Որ լինենք, միևնույն է, ես եմ բոլորից ուժեղը։ Դու ուժեղ, քիչ է մնում ծիծաղից փորս պայթի։